Գիտեք, ես երկու օր ասում են, ինչ որ մեկին գալիս են, բռնում են, ասում են, քո տղեն խիչ զոհվես պատերազմում։ Կներես, լավ, տղեկին հանգիստ թողենք։ Բա դու խիչ ես զոհվել։ Դու, կոնկրետ դու, ով դա ասում է։ Ինչի անձամբ դու չես զոհվել։ Եթե խոսքը գնում է երկրի ղեկավարի մասին, Ալիևը գնացել էր առաջի դիրք, նստել էր խրամատում։ Իսկ դու ուր էիր։ Այդ որ զոհվածի ծնողին եք հարգանքով վերաբերվել, դա ինչ է նշանակում, որ ապագա պատերազմի մեջ մարդիկ չեն ուզելու, որ իրենց երեխեքը գնան երկիր պաշտպանեն։ Որտեղ տեսնում են վերաբերմունքը այն կանանց մասին, այն երկու կնիկ, որ իրար հետ կռվում են, այն օրը այդ է տենում։ Մեր երկրի վարչապետը մի հատ կնոջ հետ իրար հետ կռվում էին, հետո այդ կնգան աշխատանքից հեռացնում են։ Իմ մոտ տպավորությունը երկու կնիկ իրար գզում են։ Կներեք, սրբություն չունեն, դու գնա քո պապուն հիշի։ Ասել եմ, խնձորը ծառից հեռու չի գնում։ Գնացեք հիշեք ձեր անցյալներին։ Ով են եղել։ Դուք ուր եք ծառայել։ Մեկը գնացել է կես տարի ծառայել է բանակում դանակով հանե խփել է։ Մենք բոլորս գիտենք 90-ական թվականներին ինչի հաշվին էին ընկնում Պագրամ վայսկա ծառայելու ռուսական։ Կներեք գիտեինք։ Հələ վերջում էլ դանակով խփի սպային, այսօր էլ խոսախիչի քո տղեն զոհ է։ Խաղաղությունը, որի մասին մենք խոսում ենք, պետք է կերտվի խելքով, պետք է կերտվի թասիբով։ Կզած մարդը չի կարա մեր համար կնքի մի խաղաղություն, որ հետո չլինի պատերազմ։ Չի կարա։ Կզած է եւ կզածել մնալու է։ Երբևիցե գլուխ չի կարալու բարձրացնել։ Կզած անznավորությունը չի կարող բերի նրան, որ Հայաստանը ծաղկի։ Չի լինում ծաղիկը կզած, եթե ծաղիկը կզածա դեն են շպրտում։ Մենք պետք է շպրտենք սրանց։ Խաղաղությունը պետք է լինի հավասարը հետ, հակառակ դեպքում դա խաղաղություն չի։ Հակառակ դեպքում միևնույն է դա բերելու է պատերազմ։ Խաղաղությունը պետք է լինի այնպես, որ մեր արցախցիները եւ մեր ժողովուրդը կարողանա գնա իրենց շիրիմներին Արցախ։ Խաղաղությունը պետք է լինի այնպիսին, որ մեր արցախցիները վերադառնան Արցախ։ Խաղաղությունը պետք է լինի այնպիսին, որ մենք կարողանանք զարգանանք, մեր ճանապարհները պետք է բաց լինի եւ մեզ ոչ մեկ չպետք է ոչ մի բան թելադրի։ Դու կարողանաս քո դիրքը պաշտպանես, քո քաղաքացուն պաշտպանես, կլինի Բաքվում, Անկարայում, Մոսկվայում, Վաշինգտոնում, կապ չունի։ Խաղաղությունը պետք է լինի այնպես, որ երկրի ղեկավարը չդուս գա ասի կալանավորեմ, կնստեցնեմ, այդ տղա քո գործը դատախազի գործ չի։ Դու դատախազ չես։ Դու ասա ինչ ես արել։ Քո ոլորտից, սաղ օրը նստեցնեմ, բռնեմ, տանեմ, տեսանեմ, ասֆալտին պարկսնեմ։ Այ մարդ ասա դու ոչ պարկսնող ես, լսի ինքս եմ վկայղե ոնց ես փախե։ 3 օր ման էի գալի քեզ։ Մոռացել ես այս մարդը։ Մեր բոլորիս մեղավորությունն է, որ այսօր մեր երկրի ղեկավարն է։ Ռադներդ քաշեք։ Այդ կներեք քներ։